Այսօր ուզում եմ խոսամ մի հետաքրքիր թեմայից, որ սրտումս կար, իհարկե այն հատվածը, որ կկարդանք մի երկար ժամանակ առաջ, տարիներ առաջ էր, որ Աստված այս կարևոր մի տեղ ուղղակի բացահայտեց, ինձ հայտնություն տվեց Աստվածաշնչի մի տեղից Գործք առաքելոցում, որ կկարդանք, եւ այս թեմայի շուրջ շատ քիչ եմ քարոզել, իհարկե քարոզել են շատ այս թեմայով, բայց կոնկրետ այս տեղի եւ այս հատվածի վրա միգուցե շատ քիչ եմ քարոզել եւ եկեք բացենք Գործք առաքելոց 3-րդ գլուխը եւ 4-րդ խոսքը, 4-րդ խոսքից կկարդանք եւ վերնագրիս խոսքից վերնագիրը այսօր այսպես եմ դրել Աստծուն մի նայի, միգուցե հակասական հիմա քեզ թվա, միգուցե երբ որ դու լսում ես ականջը ծակում է այս խոսքը, այս բառերը, հա, որովհետեւ կմտածես ես ինչ շեղված բան ենք այսօր լսելու, բայց հավատում եմ, որ քիչ հետո ամեն ինչ կհանդարտվի քո մեջ, կհասկանաս ինչի մասին է խոսքը։ Գործք առաքելոց 3-րդ գլուխ 4-րդ խոսքից։ Պետրոսը Հովանեսի հետ, ուրեմն որպիսի պատմությունը, հա, մի հատ համառոտ սենց ասեմ, սա այն դեպքն է, այն պահն է, երբ որ Հիսուսի հարությունից, համբարձումից մի քանի օրեր հետո, Պենտեկոստեից կարճ ժամանակ հետո, Պետրոսը Հովանեսը գնում են տաճար, իրանց սովորության համաձայն, գնում են տաճար աղոթելու եւ տաճարի մոտ կար մի մարդ, ով որ կաղ էր եւ ամեն օր նրան դնում էին այդ տաճարի դռան մոտ, որպեսզի մարդկանցից ողորմություն հավաքի, գումար խնդրի եւ Պետրոսը Հովանեսը հանդիպում են այս մարդուն, որ նրանցից գումար է ուզում։ Եկեք 4-րդ խոսքից, հա։ Պետրոսը Հովանեսի հետ մտիկ արավ նրան եւ ասեց. «Մեզ նայիր»։ Նա էլ ուշքը դարձրեց դեպի նրանց, սպասելով, որ մի բան առնի նրանցից։ Պետրոսն էլ ասեց. «Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն քեզ կտամ, Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անունով, վեր կաց եւ ման եք»։ Եվ աջ ձեռքից բռնեց, վեր կացրեց նրան եւ շուտով հաստատվեցին նրա սրունքը եւ բարձքը, վեր թռավ, կանգնեց, ման էր գալիս եւ նրանց հետ մտավ տաճարը, ման գալով, վաստալով եւ Աստծուն օրհնելով։ Հալելույա։ Հետարքիր մի բան ենք այստեղ տեսնում։ Պետրոսն ու Հովանեսը գալիս են եւ բնականաբար առաջի անգամը չի որ տեսնում էին այդ մարդուն, որտեվ ամբողջ կյանքը այդ մարդը այդ դռան մոտ էր, այդ դռան առջևն էր, դա նրա տեղն էր եւ այս մարդը խնդրում է հայացքը ուղղում է նրանց եւ ինչ որ բան է խնդրում, ինչ որ բան է ակնկալում եւ հետարքիր է որ Պետրոսը նրան ասում է մեզ նայիր եւ այս կարճ բառի վրա օրերից մի օր Սուրբ Հոգին շատ ուժեղ սենց լուսավորեց այս բառը, հա, ինձ եւ միտքս ուղեց այս բառի վրա Պետրոսը Հովանեսի հետ այս մարդուն ասում են մեզ նայիր։ Եվ գիտես շատերիս համար սա շատ հակասական է, որովհետեւ երբ որ մենք հանդիպում ենք կարիքավոր մարդկանց, խնդիրներով մարդկանց, ինչ որ հարցերով մարդկանց, ինչ ենք մենք ասում ենք Աստծուն նայի, չէ՞։ Աստծուն վստահի, Աստծուն ապավինի, Աստծուն հավատա կամ Աստծուն նայի, բայց այս ինչ մի հատ կեղծ ուսմունք էր, հա, Պետրոսի մոտ, որ Պետրոսը այս ինչ հպարտացած էր միգուցե կասենք, որ ուրեմն կանգնած է այդ մարդու առաջ եւ ասում է մեզ նայի։ Շատ ժամանակ մենք մարդկանց ասում ենք ինձ մի նայի, Աստծուն նայի, մեզ մի նայի, Աստծուն նայի, բայց Պետրոսը ստեղ կանգնած այս մարդուն ասում է մեզ նայի։ Եվ այսօր սրա մասին եմ ուզում խոսանք, որպեսզի հասկանանք ինչքան կարևոր է, ինչքան կարևոր ուրեմն խորություն կա սրա մեջ սիրելիներ։ Գիտես Քրիստոսը մարմնով այլևս երկրի վրա չի։ Երբ որ Պետրոսն ու Հովանեսը այս դեպքը տեղի ունեցավ, Քրիստոսը մարմնով էլ երկրի վրա չէր, նրանց հետ չէր, արդեն հարություն էր առել եւ համբարձվել էր նույնպես։ Քրիստոսը այլևս մարմնով երկրի վրա չէր։
Բայց գիտես Քրիստոսը շարունակում է, մենք գիտենք, երկրի վրա լինել ամեն մեկիս միջոցով։ Այդպես է թե չէ։ Քրիստոս շարունակում է երկրի վրա լինել ամեն մեկիս միջոցով եւ շարունակում է իրան ցույց տալ երկրի վրա ամեն մեկիս միջոցով։ Եվ իզուր չի, որ Աստվածաշունչը մեզ կոչում է Քրիստոսի մարմինը։ Ինչի համար ենք կոչվում Քրիստոսի մարմինը։ Նշանակում է, որ այո, մարմնավորապես, ֆիզիկապես Հիսուսը այլևս երկրի վրա չի, այսինքն մարդիկ հնարավորություն չունեն, ոչ ոք հնարավորություն չունի այլևս Հիսուսին մարմնով երկրի վրա տեսնի։ Բայց Աստվածաշունչը մեզ կոչում է, անվանում է մեզ բոլորիս Քրիստոսի մարմինը, նրա մարմնի անդամները։ Այսինքն մենք շարունակում ենք երկրի վրա լինել Քրիստոսի ձեռքերը, Քրիստոսի ոտքերը, Քրիստոսի աչքերը, Քրիստոսի սիրտը, Քրիստոսի շուրթերը, ամեն։ Մենք շարունակում ենք երկրի վրա տեսանելի ձևով, ֆիզիկական մարմնի մեջ լինելով, մենք շարունակում ենք լինել Քրիստոսի մարմինը, որի միջոցով, որ մարդիկ ունեն հնարավորություն ֆիզիկապես տեսնելով մեզ, տեսնել Քրիստոսին։ Եվ Հիսուսը, եթե կհիշեք Հովհաննես ավետարանի վերջում, երբ որ արդեն աշակերտներին հավաքել էր, խոսում էր խաչի մասին, խոսում էր, որ շուտով պիտի խաչվի, շուտով պիտի ձերբակալեն, շուտով պիտի գնա հոր մոտ, մի կարևոր խոսք է այնտեղ ասում է կարճ ժամանակ հետո աշխարհը այլևս էլ ինձ չի տեսնի, բայց դուք կշարունակեք ինձ տեսնել։ Ինչի նկատի ուներ Հիսուսը։ Այո, նա հենց բառացի սա էր ասում, որ աշխարհը այլևս էլ ֆիզիկապես հնարավորություն չի ունենալու ինձ տեսնի, որտեվ ես գնում եմ հոր մոտ։ Ես 33 տարի այստեղ է, 3.5 տարի ծառայեցի եւ ինչքանով որ կարողացա ֆիզիկապես ինձ ցույց տվեցի աշխարհին։ Եվ աշխարհը այլևս այդ հնարավորությունը չի ունենալու, բայց դուք, եւ սա խոսում է աշակերտների հետ, իրանների հետ, ասում է դուք շարունակելու եք ինձ տեսնել։ Ինչի նկատի ուներ Հիսուսը։ Այսինքն ես բնակվելու եմ ձեր մեջ, ես ապրելու եմ ձեր մեջ, ես իմ ներկայությունը դնելու եմ ձեր մեջ, եւ դուք, ես լինելու եմ ուղակի ձեր մեջ, դուք լինելով մարմնի մեջ կկարողանաք ինձ ցույց տալ աշխարհին, որովհետև ֆիզիկապես էլ ինձ չեն տեսնելու, բայց ձեր միջոցով ֆիզիկապես աշխարհը կկարողանա շարունակի ինձ տեսնել։ Ինչքան հրաշալի է Աստծո ծրագիրը եւ Աստծո գործը, ամեն։ Գիտեք ինչն է հետարքիր, որ երբ որ կարդում ես ավետարանները, տեսնում ես, որ սատանան ամեն գնով փորձում էր Հիսուսին սպանել ֆիզիկապես։ Հա, մենք սա տեսնում ենք Հիսուսի, երբ որ նա սկսեց իր ծառայությունը, հա, 30 տարեկանում, երբ որ սկսեց իր ծառայությունը, սատանան ամեն գնով, ամեն կերպով փորձում էր Հիսուսին սպանել։ Փարիսեցիների միջոցով, տարբեր մարդկանց միջոցով, տեսնում ենք, որ նա այդ 3.5 տարին ընկած էր, կարծես Հիսուսի հետևից նրա մարմինը կորցնելու։ Եվ շատ մի քանի դեպքեր մենք տեսնում ենք, որ օրինակ փարիսեցիները հավաքվեցին, քարեր վերցեցին անգամ, որ քարկոծեն, բայց Հիսուսը անցավ գնաց նրանց միջով, մի անգամ ուզեցան վերևից ինչ-որ ժայռից Հիսուսին գցեին, բայց նորից նա դուրս եկավ այդ իրավիճակից եւ մինչեւ խաչը, գիտես, սատանան կարծես կազմակերպեց ներգործելով տարբեր մարդկանց մեջ, մտնելով տարբեր մարդկանց մեջ կազմակերպեց խաչելությունը, մտավ Հուդայի մեջ, այդ քահանաների կրոնավոր այդ փարիսեցիների մեջ, որպիսի կազմակերպի խաչելությունը։ Ինչի համար էր նա անում, որովհետև նա մտածում էր, որ Հիսուսին խաչելով նա վերջ է դնելու, Հիսուսի հարցերը լուծելու է։ Նա հասկանում էր, որ Հիսուսը Աստծուց ուղարկվածն է, Մեսիան է, եւ կարծում էր, որ եթե հաջողվեր նրան ֆիզիկապես Հիսուսին սպանել, Հիսուսի այդ ամբողջ միսիան տապալվելու է, Հիսուսի գործունեությունը տապալվելու է։
Եվ մենք տեսնում ենք տարբեր օրինակներում, հա, ես հիմա ուղղակի ժամանակ չկա, բայց տարբեր օրինակներով նա մտավ Հուդայի մեջ, որպեսզի մատնի նրան, հետո ժողովրդի բերանով կանգնած Պիղատոսի առաջ գոռում էր խաչիր դրան, այսինքն ամեն գնով այսպես ամեն բան անում էր, որ Հիսուսը խաչվի, բայց այստեղ կար Աստծո ծածուկ իմաստությունը, սիրելիներ, Աստծո բազմապատիկ իմաստությունը, Աստծո փառավոր իմաստությունը, որ ծածկված էր սատանայից, որ ծածկված էր դիվային աշխարհից, որ ծածկված էր անգամ մարդկանցից։ Եվ գիտես Աստծո այդ ծածուկ իմաստությունը որն էր, որ հենց այդ խաչի միջոցով, հենց Քրիստոսի մահի միջոցով խաչի վրա Աստված պիտի բազմապատկեր այն մարդկանց, որոնց մեջ, որ Հիսուսը բնակվելու էր։ Եվ այդտեղ սատանան ընկավ իր փորած փոսի մեջ, որովհետև երբ որ Հիսուսը խաչվեց, եթե Հիսուսը այն ժամանակ մեկ հատ էր, մեկ մարմնի մեջ էր, սահմանափակ էր, երբ որ Հիսուսը խաչվեց, գիտես ծնվեցին, նա ծնունդ տվեց միլիոնավոր Քրիստոսների փոքրատառով, հա փոքր, գիտես հենց քրիստոնյա բառը նշանակում է փոքր Քրիստոս։ Եվ առնչություն ունի այս մտքի հետ, այս գաղափարի հետ, դրա համար հավատացյալները կոչվեցին քրիստոնյաներ, որովհետև երբ որ մարդիկ նայում էին հավատացյալների կյանքին, շատ նման էր նրանց կյանքը Քրիստոսի կյանքին, որը որ շատերը տեսել էին, որի մասին որ լսել էին։ Եվ դրա համար կոչվեցին քրիստոնյաներ եւ խաչի միջոցով այն խայծը, որ սատանան կարծում էր, որ պետքա ուղղակի վերջ դնի Աստծո ծրագրին, ընդհակառակը Աստված ծնունդ տվեց միլիոնավոր մարդկանց, 100,000-ավոր միլիոնավոր մարդկանց, որոնց մեջ որ Քրիստոս պիտի բնակվի եւ Քրիստոսին ցույց տան երկրի վրա։ Ուրախացնում է էսի քեզ։ Հալելույա, ինչ-որ բան վերցնում ես, սիրելիս, ինչ-որ բան հասկանում ես սրանից։ Զորավոր է սա։ Սա Աստծո մեծափառությունն է երևում սրա մեջ։ Դրա համար Հիսուսն ասում էր, դուք ինձանից ավելի մեծ գործեր կանեք։ Ինձանից ավելի շատ գործեր կանեք։ Ինչի համար, որովհետև ինքը սահմանափակ մարմնի մեջ էր, բայց հետո Աստծուց կար խոստում, որ ես կգամ եւ կբնակվեմ ամեն մեկիդ մեջ։ Ես ձեր հետ կլինեմ։ Ես ձեզ հետ մեկ կլինեմ։ Եվ ես ու դու այսօր լցված ենք Տիրոջ հոգով, ես ու դու այսօր լցված ենք Քրիստոսով։ Մենք հաղորդության մեջ կարդացինք քիչ առաջ, Հիսուսն ասում է, նա ով ուտի իմ մարմինը եւ խմի իմ արյունը, նա իմ մեջ կլինի եւ ես էլ նրա մեջ կլինեմ։ Հալելույա, Քրիստոս այսօր գալիս է մեր մեջ, միլիոնավոր ու միլիարդավոր մարդկանց մեջ, որ մենք լինելով այս ֆիզիկական մարմնի մեջ, կարողանանք ֆիզիկական մարմնով Հիսուսին ցույց տանք աշխարհին։ Եկեք բացենք մի ուրիշ տեղ, Մատթեոս ավետարան 10-րդ գլուխ։ Մատթեոս 10:40-ը Հիսուսը նորից խոսում է այս խոսքերը եւ ասում է. ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում, եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում։ Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում։ Ով որ քեզ ընդունում է, Քրիստոսին է ընդունում։ Հալելույա։ Կարաս ձեռքդ դնես ու ասես, ով որ ինձ ընդունում է, Քրիստոսին է ընդունում։ Ամեն։ Հավատում ես սրան։ Հավատում ես այն շնորհքին, որ Աստված տվել է քեզ, այն իշխանությանը, որ Աստված տվել է քեզ, այն պատիվը, որ Աստված տվել է քեզ։ Եվ սա հենց կոնկրետ ուղիղ Հիսուսն է ասում, ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում։ Եվ ինձ ընդունողը Հորն է ընդունում։ Գիտես, քրիստոնեությունը միայն քո փրկության մասին չի, սիրելիս։ Քրիստոնեությունը միայն քո փրկության մասին չի։
Որովհետև շատ ժամանակ մենք մտածում ենք կարևորը որ ես ընդունեմ, կարևորը որ ես փրկվեմ, կարևորը որ ես ներվեմ, կարևորը որ հիշում եք մի քանի կիրակի առաջ ես խոսում էի այս թեման նայիր ավելի հեռու։ Քրիստոնեությունը միայն քո փրկության մասին չի։ Քրիստոնեությունը նրա մասին է, որ դու ցույց տաս Քրիստոսին։ Քրիստոնեությունը նրա մասին է, որ քո կյանքում երևա Քրիստոսը, որ քո միջոցով դրսևորվի ու երևա Քրիստոսը։ Ամեն։ Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում։ Գիտես հնարավոր է, որ մարդիկ քեզ չընդունեն, որովհետև չեն սիրում լույսը, այո, լինում է ժամանակ, երբ որ մարդիկ քեզ չեն ընդունում, որովհետև նրանք չեն սիրում լույսը։ Լինում է ժամանակ, որ դու ցույց ես տալիս Քրիստոսին քո կյանքով, քո ապրելով եւ մարդիկ քեզ չեն ընդունում միայն այն պատճառով եւ պատճառը հենց դա է, որ նրանք չեն սիրում լույսը։ Ինչպես Հովհաննես Ավետարանն ասում է, որ լույսը եկավ աշխարհ, բայց մարդիկ չընդունեցին, որովհետեւ խավարը ավելի շատ սիրեցին, քան լույսը։ Այո, պատահում է մեզ հետ, որ մենք ցույց ենք տալիս Քրիստոսին, բայց մարդիկ չեն ընդունում։ Եվ երբ որ չեն ընդունում, դա միայն նրա համար է, որ նրանք ավելի շատ սիրում են խավարը եւ չեն սիրում լույսը։ Բայց գիտես, կա երկրորդ պատճառը, որը ցավալի է, ավելի ցավալի։ Երկրորդ պատճառը սա է, երբ որ մարդիկ քեզ չեն ընդունում, որովհետեւ քո մեջ չեն տեսնում Հիսուսին։ Որովհետեւ երբ որ մարդիկ քեզ չեն ընդունում, որովհետեւ չենք կարողանում, չես կարողանում ցույց տալ Հիսուսին։ Իսկ Հիսուսն ասում է, ովքեր որ ինձ կընդունեն, ովքեր որ ձեզ կընդունեն, ինձ կընդունեն։ Իհարկե սա մեծ պատիվ է, բայց միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է ամեն մեկիս վրա դրված։ Որովհետև Հիսուսը մեզ մեկացնում է իր հետ, ինձ ու քեզ ասոցացնում է իր հետ եւ ասում է քեզ տեսնողները պիտի ինձ տեսնեն, քեզ ընդունողները պիտի ինձ ընդունեն։ Երբ կարող են մեզ տեսնողները ընդունեն Հիսուսին, երբ որ մենք կարողանանք ցույց տանք Հիսուսին։ Ամեն։ Սա մեծ պատիվ է, բայց նույնպես մեծ պատասխանատվություն է ամեն մեկիս վրա դրված։ Եվ այո, երբեմն ցավալի է, որ երբ որ մարդիկ մեզ չեն ընդունում, եւ պատճառը սա է, որ մեր մեջ չեն տեսնում լույսը, մեր մեջ չեն տեսնում Քրիստոսին։ Մեր մեջ չեն տեսնում այն, ինչ որ Քրիստոսի մեջ էր։ Իսկ մենք կանչված ենք ներկայացնելու մեր հորը, երկնային հորը։ Մենք կանչված ենք որպես դեսպաններ ներկայացնելու երկինքը։ Ամեն։ Տեսել եք Ամերիկայի դեսպանատունը Ստրասբուրգում։ Եվ գիտես, Ստրասբուրգը մի հատ փոքր քաղաք է։ Նա ոչ մեգա մեծ քաղաքներից է, ոչ մայրաքաղաք է, բայց եթե հասարակ վերցնենք Ստրասբուրգում Ամերիկայի դեսպանատունը, դու կտեսնես ինչքան այսպես ճոխ է, ինչքան կարգ ու կանոնով է, ինչքան խիստ է, ինչքան հսկվում է, ինչի համար, որովհետև այդ դեսպանատունը ներկայացնում է աշխարհի առաջին, հզոր պետությունը։ Իսկ եթե գնաս ավելի մեծ քաղաքներ, դու կտեսնես, որ Ամերիկայի դեսպանատունը այնտեղ շատ ավելի մեծ է, շատ ավելի ճոխ է, շատ ավելի ամեն ինչ, ամեն մի մանրունքը մտածված է, որովհետև դեսպանատունը ներկայացնում է մի հզոր պետության։ Բայց երբեմն ինչ-որ փոքր-մոքր աղքատ պետությունների դեսպանատներ ես տեսնում, սենց քարուքան դեղած շենքերը ուղղակի վրեն գրված է, այս ինչ երկրի դեսպանատուն։ Եվ մենք ներկայացնում ենք Աստծո թագավորությունը, տերերի Տիրոջը, արքաների արքային։ Մենք ներկայացնում ենք հավիտենական Աստծո թագավորությունը։ Եվ գիտես, դրա համար սա պատասխանատվություն է իմ ու քո վրա ներկայացնելու պատվով Աստծո թագավորությունը, ներկայացնելու պատվով Քրիստոսին։ Ամեն։
Գիտես, երբեմն լինում է միգուցե ձեզ հետ նույնպես եղել է, հատկապես երբ որ աշխարհիկ մարդկանց խոսում ես, զրուցում ես, հա, Աստծո մասին, հոգևոր բաների մասին, երբեմն ասում են, գիտես, ես օրինակ չեմ ուզում Աստծո կյանքով ապրել կամ ապաշխարել կամ որովհետև ես գիտեմ ես ինչ մարդը, որ հավատացյալ է, բայց այդքան էլ չի ներկայացնում Աստծուն։ Եղել է ձեր այդ նման զրույցներ, թեմաներ, հա? Իհարկե, երբեմն չափազանցնում են, երբեմն դա ասում են ուղակի իրանց, որովհետև ուղակի չեն սիրում լույսը եւ պատճառա պետք ինչ-որ բան ասելու։ Բայց երբեմն էլ ճիշտ են ասում։ Որովհետև շատերը նայում են քո մեջ տեսնելու ու փնտրելու Քրիստոսին։ Գիտես, շատերի Աստված երբեմն մարդիկ կբերի, կհանդիպեցնի քեզ, որոնց համար դու կլինես միակ Քրիստոսը ֆիզիկապես։ Հասկացար ինչ էի ուզում ասեի։ Աստված մարդիկ կբերի քո կյանքի մեջ ու կհանդիպեցնի քեզ, որոնց համար դու ես լինելու միակ Քրիստոսը ֆիզիկապես։ Այսինքն դու ես լինելու այն միակ հնարավորությունը ֆիզիկապես, որի միջոցով նրանք կկարողանան տեսնել Հիսուսին։ Եվ երբեմն, երբ որ նման խոսակցություններ լինում է, մարդիկ մատնանշում են ինչ-որ սրան, նրան, այս մեկին, այն մեկին, ես ասում եմ, կարաս ինձ նայես, իմ մեջ տեսնում ես ինչ-որ բան։ Եվ սա հպարտություն չի, սիրելիս։ Եվ այո, մենք անթերի չենք, ես ունեմ շատ թերություններ, բայց գիտեմ, որ ներկայացնում եմ Քրիստոսին։ Բայց գիտեմ, որ ինձ տեսնողը կարա տեսնի Քրիստոսից բաներ իմ մեջ։ Եվ գիտես, շատ ժամանակ, երբ որ ասում եմ իմ մեջ կարաս տենաս այդ հավատացյալի կերպարը, մի անգամից լռություն է գալիս։ Եվ ես հավատում եմ, որ ես գիտեմ, որ Աստծո կամքն է, որպեսզի ամեն մեկս ստեղ կարողանանք դա ասենք։ Երբ որ կմատնանշեն Պողոսին ու Պետրոսին, ասա ինձ նայի։ Ունեցի այդ համարձակությունը, ունեցի այդ կյանքը նույնպես ասելու մարդկանց ինձ նայի։ Իմ մեջ տես Քրիստոսին։ Ամեն։ Հիշում եք, Աստվածաշնչում նույնպես տեսնում ենք դեպքեր, երբ որ մարդիկ դիմում էին Աստծուն ինչ-որ հարցերով, իսկ Աստված ասում էր դու դա արա։ Հիշում եք, Գեդեոնին եկավ, երբ որ հրեշտակը եկավ, Գեդեոնը սկսեց բողոքել, Աստված մեզ թողել է, Աստված մեզ լքել է, մեր ազգը սենց է, անենց է, մեր ժողովուրդը աղքատ են, հալածված են, եւ գիտես Աստված հրեշտակը նրան ասում է գնա եւ դու ազատի ժողովրդին։ Դու եղիր իմ ներկայացուցիչը, դու դրսևորիր իմ զորությունը ժողովրդի մեջ։ Երբ որ աշակերտները եկան Հիսուսին ու ասեցին, գիտես, ասեցին ժողովուրդը սոված են կերակրի, Հիսուսն ինչ ասեց, ասեց դուք կերակրեք նրանց։ Դուք կերակրեք նրանց։ Այո, երբեմն մենք մեզ արանքից հանում ենք ու ասում ենք դե Աստծուն նայի, Աստծուն նայի, Աստծուն հուսա, Աստծուն վստահի, Աստծուն ապավինի, սա լավ է, բարի է, լավ խորհուրդ է։ Բայց երբեմն մարդիկ կարիք ունեն ֆիզիկապես տեսնելու մեկին ու մեջ այդ Աստվածը բնակվում է։ Ամեն։ Գիտես, երբեմն երբ որ լսում եմ օրինակ հաց ուտելու ժամանակ քրիստոնյաներս ունենք սովորություն աղոթքելու, չէ՞։ Եվ շատ անգամ ասում ենք Տեր կերակրի աշխարհի բոլոր սովածներին։ Լավ մաղթանք է, լավ կենաց է, բայց ամեն անգամ երբ որ լսում եմ այդ խոսքը, իմ մեջ մի հատ ձայն է բարձրանում, դու կերակրի։ Կարաս դու գոնե մի հոգու կերակրես։ Դու եւ թե մի հոգու կարաս կերակրես, մի խնդրի Աստծուն, որ ամբողջ աշխարհին կերակրի։ Դու եղիր այն մարդը, որ գոնե մի հոգու կկերակրես։
Երբեմն մեզ թվում է Աստծուց շատ մտահոգված ենք ամբողջ աշխարհի համար, ամբողջ աշխարհի փրկությունն ենք ուզում, ամբողջ աշխարհի բժշկությունն ենք ուզում, ամբողջ աշխարհի կուշտ փորն ենք ուզում, կշտանալն ենք ուզում, բայց ինչ ենք մենք անում։ Արդյոք մենք կարողանում ենք գոնե մեկ հոգու փրկության պատճառ լինել, մեկ հոգու համար աղոթել ու բժշկել, արդյոք մենք կարող ենք մեկ հոգու կերակրել, հա? Եկեք սկսենք մեզանից, որտեղ մեր սրտերը Աստծո սրտից ավելի շատ հոգատար ու սրտացավ չեն, սիրելիներ։ Աստված մեզ ա դրել։ Գիտես, ես լսում եմ Աստծո ձայնը, երբ որ ամբողջ աշխարհի համար աղոթում ենք, Աստված ասում է, բայց ես քեզ ունեմ երկրի վրա։ Ես քեզ եմ դրել երկրի վրա։ Դու ես իմ ներկայացուցիչը, դու ես իմ որդին, դու ես այն անձը, այն մարմինը, որի մեջ որ ես բնակվում եմ իմ հոգով։ Դրա համար, երբ որ աշակերտներն ասցին կերակուր չունեն սոված են, Հիսուսն ասեց դու կերակրեք նրանց։ Եվ գիտես, պետք չի մեզ արանքից հանել, ասպարեզից հանել ու սենց abstract ինչ-որ աղոթներ ու ցանկություններ ունենալ։ Աստված մեզ ա դրել, սիրելիներ։ Ամեն, Աստված քեզ ունի երկրի վրա, ինձ ունի երկրի վրա։ Ամեն։ Եվ Աստված սպասումներ ունի մեզանից։ Ինչպես որ Աստված ուղարկեց Քրիստոսին մարմնի մեջ եւ Քրիստոսը գործեց եւ փառավորեց Հորը երկրի վրա, նույն ձևով Աստված այսօր ուղարկել է ինձ ու քեզ, դրել է երկրի վրա եւ իր հոգով լցրել է, օծել է, զորացրել է եւ սպասումներ ունի մեզանից, որպես իր ներկայացուցիչները, որպես իր որդիները, որպես իր դեսպանները։ Ամեն։ Եկեք շատ սենց հոգևորացնենք ամեն ինչ։ Երբեմն հասկանում եք, չէ՞, ինչի նկատի ունեմ։ Սենց abstract ենք դարձնում, մի տեսակ անտեսանելի, անշոշափելի ենք դարձնում Աստծո գործերը, բայց դու շոշափելի ֆիզիկական Աստծո անոթն ես երկրի վրա, ում Աստված լցրել է իր հոգով եւ ումից, որ Աստված սպասումներ ունի։ Հալելույա։ Հալելույա։ Եկեք գնանք առաջ։ Եկեք բացենք մի ուրիշ տեղ։ Փիլիպեցիս թուղթը 3-րդ գլուխ 17 խոսք։ Փիլիպեցիս 3:17-ը Պողոս առաքյալը գրում է Փիլիպեցիների եկեղեցուն եւ այսպես ասում. Ինձ նմանվող եղեք, եղբայրներ, եւ նայեցեք այն կերպով գնացողներին, ինչպես մեզ օրինակ ունեք։ Հիշում եք, ինչպես որ Պետրոսը այդ կաղին ասեց մեզ նայի, նույնպես Պողոսն այստեղ ասում է ինձ նմանվող եղեք, եւ ոչ միայն ինձ ասում է, այլ նայեք այն կերպով գնացողներին, ինչպես որ մեզ օրինակ ունեք։ Այսինքն ինձ նմանվեք եւ գթեք, նայեք այն մարդկանց, ովքեր որ իմ նման են, այսինքն Քրիստոսին ներկայացնում են, նրան նմանվեք։ Հետարքիր է, որ Պողոսը մարդկանց ասում է ինձ նայեք եւ ինձ նմանվեք։ Կարանք մենք մարդկանց ասենք ինձ նայի եւ ինձ նմանվի, որովհետեւ ես էլ Քրիստոսի նման եմ։ Սա հպարտություն չի, սիրելիս։ Աստված ինքն է ուզում, որ դու կարողանաս այս խոսքերը ասես մարդկանց, կարողանաս օրինակ լինես մարդկանց։ Եվ եկեք մի ուրիշ տեղ, Առաջի Կորինթացիս 11:1-ը։ Առաջի Կորինթացիս 11:1 Նորից Պողոս առաքյալը այս անգամ Կորինթացիներին է գրում եւ ասում է ինձ նմանվող եղեք, ինչպես ես էլ Քրիստոսին։ Ինձ նմանվող եղեք, ինչպես ես էլ Քրիստոսին։ Հալելույա։ Աստված ուզում է, որպեսզի ամեն մեկս կարողանանք համարձակորեն մարդկանց ասել
Երբ որ ասում ես ինձ նմանվիր, սա չի նշանակում, որ դու չունես թերություններ։ Սա չի նշանակում, որ դու կատարյալ ես։ Սա չի նշանակում, որ ոչ մի մինուսներ չունես քո կյանքի մեջ, սիրելիս։ Բայց սա նշանակում է, որ դու քո մեջ այնքանով կա Քրիստոսը, որ դու կարող ես իրան ցույց տալ։ Քո մեջ այնքանով կա Քրիստոսը, որ դու կարող ես ինչ-որ մեկի համար օրինակ լինել։ Եվ Աստված ուզում է, որպեսզի ամեն մեկս կարողանանք իրականում մարդկանց, երբ որ պետքը գալիս է, երբ որ հարկ է լինում, կարողանաս ասես ինձ նմանվի, ինձ նայի։ Որովհետև ես իմ մեջ Քրիստոսն է, եւ ես Քրիստոսով ինչ-որ բան կարամ քեզ տամ։ Այն Քրիստոսը, որ իմ մեջ է, կարա քեզ քո կյանքում ինչ-որ բան փոխի։ Ամեն։ Մենք շատ անգամ լսում ենք խոսքով ավետարանը քարոզելու մասին, խոսքով ավետարանելու մասին, ինչը որ շատ կարևոր է, ինչը որ անհրաժեշտ է, այո, մենք կանչված ենք խոսքով քարոզելու, որտեղ խոսքի մեջ կա մեծ զորություն, բայց գիտես, ես ուզում եմ ասեմ, որ ավետարանը ավելի զորավոր է, երբ որ այն քարոզվում է քո կյանքով, ամեն, ավետարանը ավելի զորավոր է դառնում, ավելի դիպուկ է դառնում, ավելի ռեալ, իրական, տեսանելի ու շոշափելի է դառնում, երբ որ այն քարոզվում է իմ ու քո կյանքով։ Որովհետև բոլորը կարող են քարոզել ավետարանը, բոլորը կարող են Աստվածաշնչից ինչ-որ համարներ ասել մարդկանց, Աստծուց ինչ-որ բաներ ասել մարդկանց։ Սա երբեմն շատ հեշտ է, սա ամենահեշտ տարբերակն է ավետարանելու։ Իդեպ ասեմ, որ երբ որ տեսնում ենք սոցցանցերով կամ քաղաքներում, որ մարդիկ կանգնած հրապարակներում կամ մետրոներում կամ ինչ-որ բան գոռում են, աղաղակում են, քարոզում են ավետարանը, Աստված օրհնի, բայց ինքս այդքան էլ չեմ հասկանում դրա, արդյոք դա պտուղ տալիս է թե ոչ։ Գիտես, միգուցե ինչ-որ ժամանակ ա եղել, որ դա պտուղ բերել ա, որովհետև Աստծո խոսքը տարածված չի եղել երկրի վրա, որովհետև մարդիկ կարիք են ունեցել, ծարավ են ունեցել, բայց մեր ժամանակների մեջ ես կարծում եմ, որ մարդիկ ավելի շատ կարիք ունեն ավետարանը տեսնելու իմ ու քո կյանքի մեջ։ Ամեն։ Մարդիկ ավելի շատ կարիք ունեն ավետարանը լսելու իմ ու քո կյանքը տեսնելով, իմ ու քո մեջ Քրիստոսին տեսնելով։ Ամեն, համաձայն ես սրա հետ։ Եվ եկեղեցու հայրերից մեկն էր, որ այսպիսի հայտնի մի խոսք ուներ, որ ասում անա, ես ամեն ժամանակ քարոզում եմ ավետարանը եւ երբեմն էլ խոսքեր եմ օգտագործում դրա համար։ Գիտես, դու կարող ես ամեն ժամանակ քարոզել ավետարանը շատ քիչ խոսալով Աստծո մասին։ Ամեն։ Իհարկե ես չեմ անարգում հենց խոսքով քարոզչությունը, ինքս անում եմ եւ շատ կարեւոր է, երբ որ կարիքը կա, դու քարոզում ես խոսքով, դու խոսում ես Աստծո մասին, բայց գիտես, շատ կարեւոր է, որ քո կյանքը համապատասխան լինի, քո ապրելակերպը համապատասխան լինի։ Եվ գիտես, երբ որ դու կարողանում ես նախ եւ առաջ ցույց տալ քո ապրելակերպով ավետարանը, դրանից հետո երբ որ դու խոսում ես, մարդկանց սրտի դռները շատ ավելի բաց են լինում։ Հողը արդեն պատրաստ է լինում ընդունելու այն սերմը, որ քո բերանով արդեն խոսում ես, երբ որ նախ եւ առաջ մարդիկ տեսնում են Քրիստոսին քո մեջ, քո ապրելակերպի մեջ։ Ամեն։ Գիտես, երբ որ պետք է լինում ինչ-որ միտեղ, դու ցույց ես տալիս Քրիստոսի սերը։ Երբ որ պետք է լինում ինչ-որ մի ուրիշ տեղ, դու ցույց ես տալիս Քրիստոսի խաղաղությունը։ Կամ դու բերում ես քո մեջ կրում ես այդ խաղաղությունը եւ դու բերում ես ինչ-որ իրավիճակի մեջ, ինչ-որ վայրի մեջ Քրիստոսի խաղաղությունը։ Ինչ-որ մի ուրիշ տեղ ցույց ես տալիս Քրիստոսի բարությունը։ Հա? Հոգատարությունն ես ցույց տալիս Քրիստոսի։ Ինչ-որ մի ուրիշ տեղ Քրիստոսի հոգով լցված բարձրացնում ես մեկին իր անկած
վիճակից, կոտրված վիճակից։ Մեկ ուրիշին բժշկում ես, միգուցե սիրտն ես բժշկում, միգուցե ֆիզիկապես ես բժշկում։ Մենք դրսևորում ենք Քրիստոսի բնավորությունը եւ նույնպես Քրիստոսի զորությունը։ Երբ որ խոսում ենք Քրիստոսին ցույց տալ, սա երկու ուղղություններով նկատի ունենք։ Քրիստոսի բնավորությունը, էությունը, բայց նույնպես Քրիստոսի իշխանությունը եւ զորությունը։ Երբ որ կարիք կա բժշկելու, դու աղոթում ես եւ Տիրոջ զորությունն է քեզանից դուրս գալիս եւ բժշկում։ Երբ որ կարիք կա միգուցե սեր ցույց տալու, բարություն ցույց տալու, օգնություն ցույց տալու, խաղաղությունը բերելու, սա արդեն բնավորության գծերն է եւ երբ որ Քրիստոս բնակվում է քո մեջ, կախված իրավիճակից դու երկու կողմերն էլ կարող ես ցույց տալ։ Պետրոսը այստեղ միտեղ, որ մենք կարդացինք, ցույց է տալիս Քրիստոսի զորությունը, կաղին ասում է ինձ նայի, մեզ նայի, որովհետև իմ մեջ բնակվում է Քրիստոսը եւ նա ունի զորություն քեզ բարձրացնելու, բժշկելու այդ հիվանդությունից։ Միգուցե դու փողի գումարի ես սպասում, բայց վաղը նորից այդ գումարի կարիքն ես ունենալու։ Մյուս օրը նորից քեզ գրկած բերելու են դնեն ես դռան մոտ, որ շարունակես ողորմություն խնդրես, բայց այն Քրիստոսը, որի մեջ է, ունի զորություն, ունի իշխանություն քեզ բժշկելու եւ քո այս կարիքից հավիտյան ազատագրելու։ Ամեն։ Ես ու դու կանչված ենք ցույց տալու Աստծո իշխանությունը եւ Աստծո բնավորությունը։ Երկու կողմերը։ Միգուցե ինչ-որ միտեղ սրտով են կոտրված եւ սրտի բժշկության կարիք կա եւ դու Քրիստոսի սիրով կարող ես ուղղակի բարձրացնել, բժշկել մարդկանց սրտերը։ Միգուցե ինչ-որ միտեղ քո խոնարհությունով կարող ես, քո ներողամիտ սրտով կարող ես ցույց տալ Քրիստոսին։ Գիտես, տարբեր են այդ արժեքները, կողմերը, որով որ մենք կարող ենք դրսևորել ու ցույց տալ Քրիստոսին։ Ամեն։ Պողոս առաքյալն ասում է նմանվեք ինձ, ինչպես որ ես էլ նման եմ Քրիստոսին։ Եվ երբ որ մենք կարդում ենք Պողոսի թղթերը, առաքյալների գործերը, մենք հասկանում ենք, որ Պողոսը այս երկու կողմերով դրսևորում էր Քրիստոսին, որտեղ որ պետք էր զորությունն էր ցույց տալիս։ Եթե կապանքներ կային, եթե դիվահարություն կար, եթե հիվանդություն կար, ինքը Քրիստոսի զորությունն էր ցույց տալիս։ Բժշկում էր, ազատագրում էր, հրաշքներ էր անում, նշաններ էր անում, բայց եթե տեղ կար, Քրիստոսի բնավորությունն էր ցույց տալիս։ Որ եթե տեղ կար, ինքը խոնարհությունն էր Քրիստոսի ցույց տալիս։ Մի ուրիշ տեղ բարությունն էր ցույց տալիս, մի ուրիշ տեղ սերն էր ցույց տալիս։ Թեսաղոնիկեցիս թղթում ասում է, մենք ոչ թե միայն ավետարանը ձեզ տվեցինք, այլ մեր սրտերն էլ ձեզ տվեցինք, Աստծո սերը ձեզ տվեցինք։ Սա ասում է Պողոսը Թեսաղոնիկեցիների թղթում, այսինքն մենք ոչ թե եկանք ուղղակի քարոզեցինք ավետարանը, այլ նույնպես ցույց տվեցինք ավետարանը։ Ամեն։ Եվ Աստված ինձ ու քեզ կանչել է ցույց տալու ավետարանը մեր կյանքով։ Լիանա ջան։ Հալելույա։ Ես կմոտենամ ավարտին։ Գիտես, երբեմն երբ որ լսում ենք սա, սատանայի մի սուտ կա, որ գալիս է մեր ականջների մեջ եւ ասում է դա անհնարին է, դա Քրիստոսն էր, կամ այն մեկը Պողոս առաքյալն էր, նրանք առաքյալներ էին, նրանք հատուկ օծյալներ էին, կանչվածներ էին։ 2000 տարի անցել է, մենք հիմա սովորական մարդիկ ենք։ Այո, 2000 տարի անցել է, բայց Քրիստոսի խաչը չի հնացել։ Ամեն։ Քրիստոսի արյունը չի չորացել։ Քրիստոսի հոգին իր զորությունը չի կորցրել։ Աստված իր պլանները չի փոխել երկրի վրա։ Աստծո ծրագիրը ու պլանները նույնն են երկրի վրա։
մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Այն ինչ որ սկզբում էր, դա լինելու է մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Եվ ասեմ ավելին, Աստծո խոսքը ասում է, որ գալուստից առաջ վերջի ժամանակներում ավելի ուժեղ զորությամբ Աստված գործելու է։ Լինելու է մեծ արթնություն, լինելու է վերջի անձրևը, եւ Աստծո որդիները ավելի մեծ զորությունով ցույց են տալու Քրիստոսին երկրի վրա։ Ամեն։ Հալելույա։ Եվ ես ու դու կանչված ենք դրա մեջ լինելու։ Աստված ամեն բան պատրաստել է, ամեն բան իր կողմից արել է, որ դու, որ ես կարողանանք ցույց տանք Քրիստոսին։ Որ ես ու դու կարողանանք ցույց տանք Քրիստոսին։ Պետրոսի թղթում գրված է այսպիսի մի խոսք, ասում է, որ Աստված մեզ տվեց ամեն բան, ինչը որ կյանքի ու աստվածապաշտության համար պետք է։ Աստված մեզ տվել է ամեն բան, ինչը որ կյանքի ու աստվածապաշտության համար պետք է։ Չկա Աստծո կողմից պակաս մի բան, չկա պակաս արված մի բան Աստծո կողմից, սիրելիս։ Աստված ամեն բան արել է, որ ես ու դու կարողանանք Քրիստոսին ցույց տանք։ Եվ ընդհանրապես, երբ որ Աստված ինչ-որ մի բան մի ծրագիր կազմում է, նա նախորոք պատրաստում է այդ հողը, պատրաստում է տարածքը, պատրաստում է այն ինչ որ պիտի լինի։ Ամեն։ Երբ որ դու ուզում ես ինչ որ մի կերակուր պատրաստես, դու բոլոր բաղադրիչները գնում ես խանութից առնում ես, հավաքում ես, բերում ես տուն, դնում ես քո առաջ, հետո նոր կերակուրը պատրաստում ես։ Չէ, դու չես սկսում կերակուր պատրաստել ու հետո մտածում ես, վայ, բայսի չունեի, էնի բրծել արդեն։ Աստված, երբ որ այս ծրագիրը ուներ իր սրտում, որ ամեն մեկիս միջոցով Քրիստոսը երևա, ինքը նախորոք ամեն բան պատրաստեց դրա համար, որ դա այսօր 2025 թվականին իմ ու քո համար հնարավոր լինի, հասանելի լինի։ Երբ որ Աստված Ադամին ստեղծեց, Ադամին չստեղծեց առաջի օրը, Ադամին ստեղծեց 6-րդ օրը։ Ինչի համար, որտև նախ եւ առաջ պետքա ստեղծեր լույսը, գիշերը, ցերեկը, բնությունը, կենդանությունը, թթվածինը, պտղատու ծառերը, այսինքն պետքա ստեղծեր այն ամեն ինչը, միջավայրը, որտեղ որ Ադամը պիտի բնակվեր։ Դրա համար Աստված Ադամին չստեղծեց առաջի օրը ու հետո ասեց, սպասի հələ լիքը ուրիշ բաներ պիտի ստեղծեմ, մի կերպ յոլա գնայես 5 օրը, որ այն մնացած բաները ստեղծեմ, դու կարողանաս շնչես, ուտես, քնես ու արթնանաս։ Նախորոք ամեն բան ստեղծեց, հետո Ադամին դրեց իր ճիշտ միջավայրի մեջ։ Սկզբից ստեղծեց ջուրը, ծովերը, հետո նոր ձկներին ծովի մեջ։ Եվ ոչ թե հակառակը։ Դրա համար մեզ հետ կապված Աստված ամեն բան արեց, ուղարկեց իր որդուն, զոհաբերեց խաչի վրա, հարություն տվեց 3-րդ օրը, 50-րդ օրը ուղարկեց իր հոգին եւ պարգևները, շնորհները, զորությունը, իշխանությունը եւ հետո ասեց գնացեք եւ ցույց տվեք ինձ ազգերի մեջ։ Աստված պատրաստեց հողը, ամեն, պատրաստեց ամեն բան, Հիսուսը խաչվեց, երկինքը բացվեց, մեր եւ Աստծո մեջ բաժանող պատը քանդվեց, մեր մեղքերը Հիսուսի արյունով մաքրվեցին, մեր հին էությունը խորտակվեց, Քրիստոս եկավ իր զորությամբ մեր մեջ, իր հոգով մեր մեջ, տվեց մեզ պարգևները, զորությունը, իշխանությունը։ Մենք կարդում ենք Գործք առաքելոց գրքում, որտեղ որ ասվում է սպասեք եւ մինչեւ այն օրը, որ երկնքից զորություն կառնեք եւ հետո կլինեք իմ վկաները։ Ամեն։ Հիսուսը ինչ էր ասում աշակերտներին, սպասեք։ Հələ գործելու վաղտը չի։ Սպասեք այնքան, մինչև երկնքից զորությունը կգա, մինչև Աստված իր այդ հողը, ծրագիրը ամբողջական վերջակետը կդնի, հետո նոր դուք կսկսեք։ Եվ Սուրբ Հոգին եկավ, դրանից հետո աշակերտները սկսեցին։
Հալելույա։ Եկեք կանգնենք ոտքի։ Դու ունես ամեն բան, որ կարողանաս ներկայացնես Քրիստոսին։ Չբողոքես, չտրտնջաս, չխաբվես սատանայի ստերով, դու ունես ամեն բան, որ կարողանաս ներկայացնես Քրիստոսին, որովհետև Քրիստոս բնակվում է քո ներսում, որովհետև Աստծո հոգին բնակվում է քո մեջ, որովհետև Քրիստոսի արյունը քո վրա է։ Ամեն, դու ունես Աստծո բոլոր խոստումները քո սրտի մեջ։ Դու ունես Տիրոջ հրեշտակների պաշտպանությունը եւ ծառայությունը քո կյանքի մեջ։ Գիտես, ամեն բան կա, սիրելիս, երկինքը բաց է քո համար։ Ամեն բան պատրաստել է, ընդամենը պետք է քո հավատքը, քո որոշումը եւ քո ցանկությունը դա անելու։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Երկնային Հայր, օրհնում ենք քո փառավոր անունը։ Շնորհակալ ենք, Տեր, այն ամենի համար, ինչ որ դու արել ես։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգու ներկայության համար մեր կյանքերի մեջ։ Շնորհակալ ենք, Հիսուս, որ դու զոհաբերեցիր քեզ, որպեսզի դու գաս բնակվես ամեն մեկիս մեջ։ Ինչպես որ դու ինքդ քո մասին ասացիր, եթե սերմի հատիկը չմեռնի, նա պտուղ չի տա։ Այո, դու մեկ հատիկ էիր, Տեր, դու զոհաբերվեցիր, մահացար, բայց շատ պտուղներ տվեցիր, որտեղ այսօր բնակվում ես միլիոնավոր ու միլիարդավոր մարդկանց կյանքերի մեջ։ Շնորհակալ ենք այն պտուղների համար, որ կան, որ դու այսօր բնակվում ես մեր մեջ, ամեն մեկիս մեջ, մեր եկեղեցու մեջ, ամեն մեկի մեջ, Հայր, եւ ես աղոթում եմ Տեր իմ Աստված, Հիսուսի անունով, որպեսզի ամեն մեկս կարողանանք, Տեր, քեզ ներկայացնել, քեզ վայել կերպով, որպեսզի մենք ուղղակի թույլ տանք քեզ մեր մեջ կերտելու, մեր մեջ լցնելու քո զորությունը եւ քո էությունը, քո իշխանությունը եւ քո բնավորությունը, որովհետեւ աշխարհը այլևս քեզ չի տեսնում, բայց աշխարհը հնարավորություն ունի քեզ տեսնելու ամեն մեկիս միջոցով։ Եվ մենք աղոթում ենք, Հայր, որ այստեղ ամեն մեկը լինի մարդ, լինի այն անձը, ում միջոցով որ մարդիկ կկարողանան քեզ տեսնել, ում մեջ մարդիկ կկարողանան քեզ տեսնել։ Հալելույա, Տեր, թող այս շնորհքը լինի մեր ամեն մեկիս վրա, թող այս շնորհքը լինի, Տեր, մեր եկեղեցու վրա, որպեսզի ամեն մեկը, ամեն մի անհատ կարողանա ցույց տալ քեզ, Տեր։ Ամեն մի անհատ կարողանա իր կյանքով քարոզել քեզ, Տեր, իր կյանքով ավետարանել քեզ, Տեր։ Հալելույա։ Շնորհակալ ենք, Տեր, օրհնում ենք, փառաբանում ենք քեզ, Հայր, Հիսուսի զորավոր անունով, օրհնիր քո ժողովուրդը, զորացրա, Տեր, բարձրացրա, Տեր, լցրու ավելի քո կյանքով, քո կենթանի ջրերով, Տեր, նորոգիր, Տեր իմ Աստված, հալելույա, օրհնում ենք քեզ ու ողջ փառքը քեզ ենք տալիս, Հիսուսի անունով, ամեն։